14 տղաներ զոհված պարգած են այդտեղ, որից 8-ը իմ աշակերտներս են եղել։ Ինչ ես գրայ Ադրբեջան գրած բառով ելույթ ունենայի։ Ինչ կսեին իմ ընկերներս, իրանց ծնողները, իմ հայրենակիցներս։ Անմեղ զոհերը, երեխեքը իմ դուրս չեկավ, սպորտը պետք է սպորտ լինի, կոբիտ, Ժաննան ընդհանրապես ինքը իրավունք չունի սպորտի անուն տալ, ինքը սպորտսմեն չի եղել, չի մարզվել, ինքը ինչ իրավունք ունի, այդպես կոբիտ, ինքը պետք է մինչև կոբիտ հարցադրումը անելը, ինքը պետք է մի ադմ գոնե զանգեր մեզի հարցներ, ինչի՞ց պետք։ Իմ արձագանքը մեկն է, սպորտը պետք է լինի սպորտի մասին եւ կարեւոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Մարզահամարները տալիս են մրցումը սկսվելուց մոտ 2 ժամ շուտ։ Հայրս էր ստանում մարզաշապիկը, ստացավ ու դե վրան գրված էր Ադրբեջան։ Առանց երկմտելու փակեցի ու գնացի։ Ինքնասիրությունս պիտի դնեի կողքի, որ Ադրբեջան գրվածքով դուրս գա մրցելույթի էլ։ Հենց տեղից էլ կերևա մեր ընկերները, մեր տղաները, տվով ամենաշատ զոհը տոկոսային հարաբերությամբ հենց աշոսքն է տվել։ Ինչը ես պետք է դա ամեն ինչը դնեի կողքի ու լավ զգայի։ Ժամանակակից աշխարհում ինչ տեսնում ենք, քաղաքականությունը հենց սպորտի մեջ է, մշակույթի մեջ է, արվեստի ու գիտության մեջ է։ Կարծում եմ, որ ինչքան էլ դեմ եղնենք, թե քաղաքականությունը սպորտից դուրս է, դի այդպես չէ։ Մտածող նախարարությունում աշխատող մարդիկ չունենք, Աշոտսկում նույնիսկ չկա մարզադպրոց, դիմել ենք նախարարություն, բան տեղ չեն դրել, դիմել ենք, որ դահուկային սպորտը 3 օլիմպիական վարկանիշ ունի, մենք 3 մասնակից ունենք օլիմպիական խաղերի, օգնեք գումարով, նախարարությունը բան տեղ չի դրել։ Մենք շատ բան չենք պահանջում, ավելի բան չենք պահանջում, պահանջում ենք ուղղակի այն գումարները, որոնք որ տրամադրվում են դահուկա սպորտին, ուղղվեն ճիշտ ուղղությամբ։ Միքայելը նախապատրաստվում է արդեն 3-րդ անգամ Հայաստանը ներկայացնել ձմեռային օլիմպիական խաղերում։ Միքայելյանների ընտանիքը միակն է Հայաստանում, որի 4 անդամներն էլ օլիմպիական խաղերում եղել են դրոշակակիրներ։